Այսօր ես աշտարակում էի, իրազեկման ակցիա ենք անում։ Տեսնում էինք, որ նշանակալի մասը ընդդիմադիր տեր է, 10-ից 7 ընդդիմադիր տեր է, սակայն 7-ից 4-ը հավատը կորցրել է, որտեղ մի անգամ հավատացել է Փաշինյանին, հավատը կորցրել է եւ մտածում է, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ նույն ձև են, բայց ուզում եմ մեր այդ հայրենակիցներին մի բան հիշեցնենք։ Մենք նոր ենք մտել քաղաքականություն, 8 ամիս է մենք քաղաքական process-ների մասնիկ ենք։ Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական process-ների 8 ամիս է։ Մենք քաղաքական որևէ ժառանգության այս պահին պատասխանատվություն չենք կրում եւ չի եղել բան, որ մենք ասենք, Կարապետյանը ասի եւ Հայաստանի համար չանի։ Ինչպես գիտեք, Հայաստանի համար բազմաթիվ բարեգործական ակցիաների մասնակից է Հայաստան համահայկական հիմնադրամի հայտնի է, որ ամենամեծ դոնորն է այդ միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր 50-ից ավել միլիոն դոլարի ներդրումները իր։ Մենք տեսնում ենք, որ հողի վրա մարդկանց հետ շփվելուց իրենց կյանքի փոփոխություն չենք տեսնում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ որակական նոր առաջնորդություն է պետք, Կարապետյանը, ով մինչև այս միջոցներ էր ուղարկում Հայաստան, ով մինչև այս Հայաստանի բոլոր հարցերով իրեն դիմում էին, հարցերը իր հնարավորությունների սահմաններում հայկական բոլոր պետական կառույցների դռները իր դռները բաց էր պետական պաշտոնյաների առաջ, որպեսզի Հայաստանին օգուտ տա։ Մենք տեսնում ենք, որ հողի վրա աղքատության տարբերություն չկա, փոփոխություն չկա աղքատության մեջ 22% աղքատություն կա, ամեն 5-րդ հայը, 4-րդ կամ 5-րդ հայը աղքատ է ապրում։ Աղքատություն ասելով 60,000 դրամից ցածր։ Այս բոլոր միջոցները ուղարկվել է Հայաստան, բայց ոչ մի էֆեկտ մենք չենք ունեցել հողի վրա։ Կարապետյանը այսօր մոտավորապես որ դուք հասկանաք 15 միլիոն դոլար միայն Սամվել Կարապետյանը կրթաթոշակ է վճարել Հայաստանից դուրս սովորող հայ ուսանողների համար լույս հիմնադրամի միջոցով։ Հայաստան, ազատ ու հզոր,